Նախկին ոստիկանության պաշտոնյա Հովհաննես Թամամյանի գործը մտավ դատարան, այն դատարանում մակագրվել է դատավոր Հովհաննես Ավագյանին։ Հովհաննես Թամամյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա չարաշահել է իր որպես պաշտոնատարանձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը։ Փետրվարի 25-ին Ներքննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրություն տարածել նշելով, որ քննչականի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող վարույթի շրջանակում ձեռք բերված փաստական տվյալներով Հայաստանի Հանրապետության ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հովհաննես Թամամյանը 2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան առանց հիմնավորման հանձնարարել է ոստիկանության ծառայողների բռնություն գործադրել Երևանի Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի մասնակից ԵԱ-ի նկատմամբ եւ նրան տեղափոխել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն։ Ըստ հաղորդագրության ոստիկանության ծառայողները կատարելով ակնհայտորեն իրենց լիազորությունների շրջանակից դուրս գործողություն ձեռքերով եւ ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել ԵԱ-ին, պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս։ Ձեռքբերված տվյալների հիման վրա Հովհաննես Թամամյանը ձերբակալվել էր եւ արդյունքում նախաքննական մարմինը որոշել էր նրա նկատմամբ խափանամիջոց ընտրել բացակայելու արգելքը։ Թամամյանի դեմ ցուցմունք է տվել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Եղեգնաձորի շտաբի պետ Էդուարդ Ասատրյանը։ Հովհաննես Թամամյանը մեղադրանքը չի ընդունում, գործն արդեն դատարանում է։